Սիրելի հետևորդներ, Հարսնածորի լեգենդի ավարտին հաշված սերիաներ են մնացել և այն, ինչ կատարվում է այժմ էկրաններին, ուղղակի շնչակտուր է անում բոլորիս։ Իրադարձությունները զարգանում են կայծակնային արագությամբ և բոլոր գաղտնիքները վերջապես դուրս են գալիս ջրի երես։ Եկեք վերլուծենք այս դրամատիկ սերիան։ Սոնան, գիտակցելով վերահաս փոթորիկը, խնդրում է Լիլիթին ամեն գնով հեռու տանել Միքոյին քաղաքից։ Լիլիթը հանուն ընկերուհու դիմում է ստի, Միքոյին համոզելով իբր տատիկը ծանր հիվանդ է և շտապ պետք է նրան դեղ հասցնել։ Սակայն Միքոյին խաբելն այնքան էլ հեշտ չէ։ Քաղաքից դուրս գալուն պես նրա սուր բնազդը արթնանում է։ Նա նկատում է Լիլիթի չափազանց բարձր տրամադրությունն ու հասկանում, որ ոչ մի վատացած տատիկ էլ գոյություն չունի։ Միքոն կոշտ պահանջում է ասել ճշմարտությունը։ Սեղմված անկյունում Լիլիթը ստիպված խոստովանում է այս կրկեսի իրական պատճառը։ Հայկը վերադարձել է։ Միքոն անակնկալի գալով և չհասկանալով իրավիճակի լրջությունը անմիջապես զանգահարում է Աբոյին։ Վերջինս ծանր սրտով հաստատում է լուրը։ Երբ Միքոն փորձում է հասկանալ եղբոր վերադարձի պատճառը, Աբոն խուսափում է պատասխանից, ասելով, որ դա պետք է ճշտել հենց Հայկից։ Այդ վայրկյանին Միքոյի ուղեղում ամեն ինչ պարզ է դառնում։ Հայկն ուղիղ գնացել է Սաքոյի տուն։ Սակայն Միքոն նույնիսկ չի էլ պատկերացնում, որ եղբայրը գնացել է ոչ թե պարզելու հարաբերությունները Նարեի հետ, այլ սպանելու հոր իսկական մարդասպանին։ Իսկ Ադամյանների տան բակում իսկական դժոխք է։ Հայկի ատրճանակը դրված է Սաքոյի գլխին։ Հայկը ատելությամբ և վրեժով լցված հայտարարում է, որ վերջ է տալու նրա կյանքին, բայց Սաքոյի արձագանքը շոկի է ենթարկում բոլորին։ Դեղերից խելագարված, անցյալի ուրվականներից հոգնած ու հյուծված Սաքոն այլևս չի կառչում կյանքից։ Նա հանգիստ նայում է մահվան աչքերին ու պատասխանում, որ բացարձակապես ոչնչից չի վախենում։ Ավելին, նա պատրաստ է մեռնել, միայն թե հոգին վերջապես ազատվի այս անտանելի խեղդող բեռից ու մեղքերից։ Նա կոպտորեն մերժում է ընտանիքի պաշտպանությունը, հրաժարվելով փրկվել։ Հենց այս օրհասական պահին բակ է վազում Նարեն։ Տեսնելով, որ հայրը գտնվում է Հայկի զենքի նշանակետի տակ, իսկ սիրելի տղամարդը պատրաստվում է դառնալ մարդասպան, Նարեն խուճապահար փորձում է կանգնեցնել նրանց։ Նա հասկանում է, որ ոչ մի աղերսանք չի օգնելու։ Իրավիճակը փոխելու և Հայկին կանգնեցնելու միակ ելքը մնացել է ամենամեծ ճշմարտությունը։ Նարեն հավաքում է վերջին ուժերն ու պատրաստվում է բարձրաձայնել, որ ինքը հղի է հենց նրանից։ Վրամն ու Անիկը, հասկանալով, թե ինչ ավերիչ հետևանքներ կարող է ունենալ այս խոստովանությունը, հատկապես Արմոյի ծրագրերի ֆոնին, խուճապահար փորձում են լռեցնել Նարեին։ Վրամը հրամայում է քրոջը անմիջապես տուն մտնել և չխառնվել, բայց այս անգամ Նարեն այլևս խամաճիկ չէ։ Նա անտեսում է եղբոր հրամանը, չի լսում ոչ մեկին և շարունակում է խոսել, պատրաստվելով պայթեցնել լռությունը։ Սիրելի հետևորդներ, իսկական պայթյունն առջևում է։ Ինչ եք կարծում, երբ Հայկը լսի Նարեի շուրթերից հնչող ճշմարտությունն իր չծնված բալիկի մասին։ Արդյոք կիջեցնի զենքն ու կների Սաքոյին, թե վրեժի ծարավն ավելի զորեղ կգտնվի։ Մեծ ֆինալը մոտենում է։ Գրեք ձեր ամենահամարձակ կանխատեսումները մեկնաբանություններում։ Մենք ուշադիր կարդում ենք ձեր բոլոր վերլուծությունները։ Չմոռանաք սեղմել լայք և բաժանորդագրվել, որպեսզի բաց չթողնեք հաջորդ ամենաթեժ սերիաների քննարկումները։